Սա իմ պատրաստած թռչնիկատն է 4 տարի առաջվա, իսկ այս մեկը մի քանի օր առաջվա։ Զգացիք տարբերությունը։ Ես պատրաստել եմ այնքան, մինչև որ չեմ բացահայտել բոլոր գաղտնիքները, որոնք ցավոք սրտի շատերը թաքուն կպահեն։ Իսկ ես եկել եմ ձեր հետ կիսվելու բոլոր մանրամասներով ու գաղտնիքներով, որպեսզի ստանաք 11 բարակ շերտով, շատ սիրուն կտրվածքով, անչափ համեղ թռչնիկատ։ Գնացինք պատրաստելու։ Խմորի համար հավկիթների վրա կավելացնենք մի պտղունց աղ, շաքարավազ, կարագ, մեղր, սոդա, կաթ ու կդնենք ջրային գոլորշու վրա։ Կսպասենք մինչ կարագը հալվի։ Կարագը հալվելուց հետո կթողնենք եւս 17 րոպե։ Ջրային գոլորշուց կվերցնենք, կավելացնենք 1 ճաշի գդալ քացախ ու խմորը կդնենք մի կողմ, որ ամբողջությամբ սառչի։ Այս պայմանը պարտադիր է ընտիր խմոր ստանալու համար։ Սառելուց հետո կավելացնենք մաղով անցկացրած սոդան ու ալյուրը, կհունցենք ու կստանանք ձեռքերին չկպչող շատ փափուկ խմոր։ Կբաժանենք 9 հավասար գնդի, յուրաքանչյուրը 160 գրամ, որպեսզի շերտերը ստացվեն հավասար, բարակ ու շատ սիրուն։ Պարտադիր կկրկնակենք առատ ալյուրով։ Խմորը կտեղափոխենք տապակի դարձերեսին, ծայրերը հավասար կկտրատենք, կծակծկենք պատառաքաղի օգնությամբ ու կտեղափոխենք նախապես տաքացված ջեռոց, թխվելու 5-ից 7 րոպե 180 աստիճանի տակ։ Խմորը թխվելուց հետո անմիջապես կտեղափոխենք հարթ մակերեսի վրա, որպեսզի ուղիղ չորանա։ 9 գնդից ստացել եմ 11 բարակ ու սիրուն շերտեր։ Այս շերտերը կարող եք սառցախցիկում պահել 2-ից 3 ամիս։ Ուղղակի բոլոր կողմերից շատ լավ ու ամուր կփաթաթեք սննդային թաղանթով ու կդնեք սառցախցիկ։ Իսկ թե ինչ կրեմով կհավաքեմ թռչնիկատը ու էլ ինչ գաղտնիքներով պիտի ձեր հետ կիսվիմ, պարտադիր հետևեք էջից, որպեսզի բաց չթողնեք երկրորդ մասը։